Բարի օր, այսօր կխոսենք թմրանյութերի դրանց վտանգավորության մասին եւ տաղավարում հյուրընկալել ենք բժիշկ նարկոլոգ, կախվածությունների եւ հանրային առողջության հասարակական կազմակերպության նախագահ Աննա Ասատրյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ովքեր եւ ինչու են դառնում թմրամոլ։ Թմրամիջոցներ առհասարակ գործածել կարող են բոլորը, կան իհարկե ռիսկի խմբում գտնվող անձինք, ովքեր ավելի խոցելի խմբում են եւ նրանց դեպքում ռիսկը ավելի մեծ է թմրամիջոց գործածելու, օրինակ կարող եմ նշել դեռահասների ցավալիորեն։ Եվ ներկա ժամանակաշրջանում, ինչպես ամբողջ աշխարհում, ցավալիորեն Հայաստանի Հանրապետությունը եւս անմասն չի մնացել եւ ամբողջ աշխարհում երկրում եւս ունենք ինչպես քանակական աճ թմրամիջոց գործածողների, այնպես էլ երիտասարդացում։ Եվ դա առաջին հերթին պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայումս թմրամիջոցների վաճառքի շուկան, այսպես ասած, տեղափոխվել է on-line հարթակներ։ Այսինքն, եթե նախկինում թմրամիջոց ձեռք բերելու համար անձը պետք է հանդիպեր այլ մարդու, որպեսզի ձեռք բերեր իրեն անհրաժեշտ չափանակը, ներկայումս այդ ամեն ինչ այդ process-ը բավականին դյուրինացվել է եւ ցանկացած անձ, ով որ ցանկություն ունի գործածելու թմրամիջոց, կարող է պարզապես on-line հարթակով հավելվածների միջոցով պատվիրել եւ իրեն հարմար վայրից վերցնել։ Թմրանյութ օգտագործողները արդյոք հասկանում են դրա վտանգավորության աստիճանը։ Սկզբնական շրջանում թմրամիջոց գործածող անձինք ըստ իրենց թվում է թե ամեն ինչ իրենց վերահսկողության տակ է եւ իրենք են կառավարում ամբողջությամբ իրավիճակը։ Սակայն կախվածությունը հենց ինքը հիվանդություն է, քրոնիկական հիվանդություն է եւ մենք ախտորոշումը որպես այդպիսին կախվածություն ախտորոշում ենք ելնելով 6 չափորոշիչներից, որոնցից մեկը հենց այն կետերից է, որը որ դուք նոր նշեցիք, դա հենց այն է, երբ անձը գործածում է թմրամիջոցներ, տեսնում է վնասակար հետևանքները, սակայն միևնույն է շարունակում է գործածել։ Վնասակար հետևանքները բնականաբար կարող են լինել ինչպես առողջական տվյալ անձով պայմանավորված, այնպես էլ տուժում է աշխատանքը, ընտանեկան հարաբերությունները, այսինքն կախվածությունը չի սահմանափակվում միայն տվյալ անձով եւ չի վնասում միայն տվյալ անձին, դա վերաբերվում է ամբողջ հասարակությանը։ Թմրամիջոց օգտագործելիս առողջական ինչ խնդիրներ կարող են առաջանալ մարդու մոտ։ Նշեմ, որ թմրամիջոցների գործածումը անմասն չի թողում որևէ օրգան համակարգ, ախտահարվում են բոլոր օրգան համակարգերը եւ նաեւ այստեղ նշեմ, որ կախված թմրամիջոցի տեսակից, չափաքանակից, տարիքից եւ այլ մի շարք հանգամանքներից ելնելով մենք նաեւ ունենում ենք հոգեկան խանգարումներ, այսինքն բացի տվյալ անձի առողջական սոմատիկ վիճակից տուժում է նաեւ հոգեկան աշխարհը եւ շատ հաճախ մենք ունենում ենք դեպքեր, երբ որ արդեն իսկ անձը թմրամիջոց գործածելով մոտենում է, սակայն բժիշկ նարկոլոգը որևիցե կերպ չի կարողանում օգնել եւ արդեն ուղղորդում է հոգեբուժի մոտ։ Հիմնականում նման երևույթ մենք ականատես ենք լինում վերջին շրջանում հոգեխթանիչներով պայմանավորված, որը որ վերջի 4-5 տարիների ընթացքում բավականին մեծ թվականակի աճ ունենք ներկապահի դրությամբ նաեւ մեր երկրում եւ վտանգավորությունը կայանում է նրանում, որ հենց մեկ անգամ գործածումը Նաև հատուկ նշեմ, որ անկախ գործածման եղանակից, այսինքն ծխելու, ներշնչելու, տեներիական եղանակով կարող է բերել գերդոզավորման եւ նաեւ հոգեկան խանգարումների առաջացման։ Նաեւ բարձր ճնշման է հանգեցնում, տագնապայնության։ Իհարկե, սիրտ-անոթային համակարգն է տուժում, մարսողական համակարգն է տուժում, ինչպես նշեցի, կենտրոնական նյարդային համակարգը եւ հետևանքները ցավոք շատ ժամանակ լինում են անդառնալի։ Մարդիկ կան, ովքեր ասում են մեկ անգամ օգտագործել են, հետո որոշ ժամանակ անց եւս 1-2 անգամ եւ հետո իրենք այնքան կամքի ուժ են ունեցել, որ այլևս չեն հիշել թմրանյութի մասին։ Արդյոք հնարավոր է այդպիսի բան։ Նշեմ, որ կախվածությունը հիվանդություն է եւ պայմանավորված չէ կամքի թուլությամբ կամ առհասարակ թույլ լինելու հանգամանքով եւ լինում են դեպքեր, երբ որ մեկ անգամ գործածում են եւ այլևս երբևէ չեն վերադառնում թմրամիջոցին, սակայն որևիցե մեկը ապահովագրված չէ եւ մենք չենք կարող հստակ ասել, երաշխիքներ տալ, որ եթե մեկ անգամ գործածեք, կախվածության համախտանիշ չի ձևավորվի կամ գերդոզավորում չի լինի։ Միջազգային ցուցանիշները փաստում են, որ շատ մեծ քանակությամբ դեպքեր են գրանցվում, երբ որ անձը գործածում է թմրամիջոց առաջին անգամ իր կյանքում եւ դա ավարտվում է գերդոզավորմամբ անգամ մահվան ելքով։ Ձեր պրակտիկայում ինչ ծանր դեպքերի եք հանդիպել։ Ծանր դեպքերը իրականում բավականին շատ եղել են, հատկապես կարող եմ նշել
ալկոհոլային փսիխոզների հետ կապված, այսինքն ալկոհոլից կախված ունեցող անձինք արդեն իսկ հոգեկան խանգարումներով դիմել են եւ դա արտահայտվում է հետեւյալ կերպ, այսինքն ունենում են գիտակցության խանգարումներ, կողմնորոշման խանգարումներ, անձը չի գիտակցում որտեղ է գտնվում, ինչ է կատարվում եւ նմանատիպ իհարկե նաեւ թմրամիջոցների դեպքում, նաեւ նշեմ, որ թմրամիջոցների հետ կապված ծանր դեպքեր շատ պատահել են, երբ անձը ունենալով արդեն իսկ բարդացած խնդիր պայմանավորված անոթների խցանմամբ, երբ որ պետք է կարգավորվեր, դադարացներ, չի դադարացրել, չի հետևել բժշկի ցուցումներին եւ մենք ունեցել ենք անդամահատումներ եւ բավականին ծանր իրավիճակ է ստեղծվել թե իր համար, թե իր հարազատների, թե բժշկի, ով որ երկար ժամանակ իր խորհուրդներով, իր բուժմամբ, ցուցմամբ փորձել է ուղղորդել եւ կարգավորել իրավիճակը։ Այստեղ նաեւ հավելեմ, որ ցավալիորեն եւ միևնույն ժամանակ դա իհարկե մարդու իրավունքների խախտում կլինի եւ բուժում կարելի է սկսել, բժիշկը կարող է սկսել բուժում նշանակել միայն պացիենտի ցանկության դեպքում։ Այսինքն հարկադրական բուժման տարբերակներ դատարանի որոշմամբ լինում են, սակայն հիմնականում մենք առնչվում ենք այդ խնդրի հետ, որ մոտենում են մեզ պացիենտի հարազատները կամ որևիցե հոգեներգործող նյութ չարաշահող անձի հարազատները եւ խնդրում են բուժման տարբերակներ փնտրել, սակայն տվյալ անձը կատեգորիկ հրաժարվում է բուժումից եւ նման դեպքերը բավականին բարդացնում են որպես բժիշկ մեր աշխատանքը։ Հենց դա է ուզում հարցնել, ընտանիքի անդամները ինչպես կարող են մարդուն համոզել, չգիտեմ, հասկացնել, որ դա վնասում է առաջին հերթին իրենց, երկրորդ իր ընտանիքի անդամներին։ Շատ կարևորագույն հարցին դուք մոտեցաք, իրականում այստեղ հարազատների դերը բավականին մեծ է եւ շատ կարևոր, քանի որ առաջի անձը, որ նկատում է որոշակի փոփոխություններ, դա հենց մոտ գտնվող հարազատն է, կինը, մայրը, նայած ընդհանուր իրավիճակին եւ նաեւ աշխատանքի վայրում ընկերը նկատում են եւ պետք է նման դեպքերում որևիցե պատժողական մեթոդների չանցնել, որևիցե ինչ-որ մեղադրական խոսքեր չհնչեցնել, որովհետեւ դա բերելու է վիճակի թաքցնելուն, ավելի խորացմանը եւ բնականաբար բուժումը ուշանալու է եւ հնարավոր է որ լինի արդյունքը բավականին ուշ եւ դանդաղ տևողությամբ։ Այստեղ նաեւ ուզում եմ նշել, որ կախված նրանից թե ինչ նյութի մասն է խոսքը գնում, հիմնականում սկիզբը վարքագծի փոփոխություններն են, այսինքն օրինակ ծնողը կարող է նկատել, որ իր երեխան դարձել է ավելի տարօրինակ, այսպես ասած, հակերտավոր, կասկածելի վարքագիծ է ցուցաբերում, ուշ է վերադառնում տուն, որոշակի ֆինանսական խնդիրներ է առաջանում, խուսափում է խոսել, մեկուսանում է եւ անքնություն կարող է դիտվել, այսինքն նկատելով որոշակի վարքագծի փոփոխություններ պետք է խոսել տվյալ անձի հետ եւ փորձել ուղղորդել։ Նշեմ, որ շատ հաճախ մենք նաեւ բախվում ենք այն խնդրի հետ, որ չեն պատկերացնում, թե առհասարակ ինչ բուժման մասին է խոսքը, ինչ ձևով է դա ընթանում եւ դա եւս շատ հաճախ ետ է պահում այդ կարևորագույն քայլը կատարելուց առաջ։ Այսինքն շատ կարևոր է, որպեսզի տեղյակ լինեն, որ ցանկացած խնդրի դեպքում պետք է մոտենալ որևիցե քայլ, որևիցե գործողություն առանց պացիենտի, առանց տվյալ անձի համաձայնության չի կարող կատարվել, ինչ որ տարբերակներ շատ լսել եմ, նրա համար որոշեցի անդրադառնալ նաև այդ կետին, որ եթե տվյալ անձը մուտք է գործում կենտրոն, իրականքի հակառակ դեղորայք է արվում, ինչ որ ինքը տեղեկացված էլ չի լինում, նման բան գոյություն չունի, ցանկացած գործողություն սկսելուց առաջ մանրամասն բացատրվում է եւ միայն պացիենտի ցանկությունը ստանալուց հետո գրավոր արդեն սկսվում է բուժման գործընթացը, որը ընտրվում է անհատական եւ ցանկացած անձի դեպքում որոշվում է կախված նյութի տեսակից, ժամանակահատվածից, գործածման եղանակից, տարիքից եւ այլ սոմատիկ հիվանդությունների առկայությունից կամ բացակայությունից։ Դեռահասի դեպքում եւս իր համաձայնությունն է պետք։ Դեռահասի դեպքում ոչ ծնողի։ Շատ են այն երեխաները, որոնց բերում են ծնողները եւ իրենք ինչպես են սկսել օգտագործել թմրանյութ։ Ներկա պահի դրությամբ ըստ վիճակագրական տվյալների Հայաստանի Հանրապետությունում հաշվառված են մոտ 8000 թմրամիջոց գործածող անձինք եւ նրանցից 6-ն են անչափահասներ։ Դեռահասը սովորաբար դիմում է բուժկենտրոն ծնողի ուղեկցությամբ եւ ծնողի համաձայնությունն է այդտեղ անհրաժեշտ լինում որևիցե բժշկական գործունեություն ծավալելու համար եւ բուժօգնություն տրամադրելու համար։ Իմ պրակտիկ աշխատանքում ես առնչվել եմ նման դեպքերի, երբ դեռահասը մոտեցել է, եղել է 14
14 տարեկան, ունեցել 15 տարեկան եւ սկիզբը նշում են, որ կոնկրետ այդ դեպքերում եղել է հետաքրքրասիրությունը, այսինքն նրանք ցանկացել են պարզապես փորձել հասկանալ, թե ինչ է դա իրենից ներկայացնում։ Նշում է, որ աշակերտներով, ընկերներով 6-7 հոգով որոշել են պատվիրել, փորձել են եւ նրանցից երկուսը սկսել են շարունակել արդեն։ Ցավում եմ, բայց այդ երեխան, որ մոտեցել էր, արդեն իսկ կախվածության համախտանիշը կար եւ մենք դեղորայքային բուժում ստիպված նշանակեցինք կարգավորելու նպատակով։ Լինում են դեպքեր, երբ որ կախված իհարկե տվյալ հոգեներգործունյութի տեսակից սկզբնական շրջանում ավելի արագ եւ ավելի հեշտ է կարգավորվում, նշեմ նաեւ, որ միայն բժշկի աշխատանքը չէ, այստեղ թիմային աշխատանք է պետք տանել, քանի որ կախվածությունը ոչ միայն ֆիզիկական, նաեւ հոգեբանական խնդիրներ է առաջացնում եւ շատ կարեւոր է նաեւ այստեղ հոգեբանի աշխատանքը։ Թեկուզ եւ մեկ անգամ գործածելու դեպքում թմրանյութ կախվածություն առաջանում է։ Կարող եմ ասել, որ այո, քանի որ միջազգային վերլուծությունները, հետազոտությունները, փաստերը վկայում են, որ մեկ անգամ գործածումը կարող է առաջացնել կախվածության համախտանիշ։ Այստեղ դարձյալ կարող ենք անդրադառնալ, որ կապ ունի ինչ թմրամիջոց է, ինչ տարիքի խմբի մասն է խոսքը, ինչ եղանակով է գործածվում, բայց այդպես է, որ մեկ անգամ գործածումը կարող է բերել կախվածության համախտանիշի ձևավորմանը։ Նշեմ նաև, որ այստեղ մեծ կարևորություն ունի գենետիկ նախատրամադրվածությունը եւ նաև կախվածության համախտանիշի հետ կապված հաճախ առնչվում եմ նաև այս միֆին, որ եթե չեն ներարկվում թմրամիջոցը, գործածում են միայն ծխելու եղանակով, ապա դա առհասարակ վտանգ իրենից չի ներկայացնում կամ իրենց առողջության համար եւ կարելի է դա գործածել։ Բնականաբար նման բան գոյություն չունի եւ թմրամիջոցը վնաս հասցնում է օրգանիզմին անկախ գործածման եղանակից։ Բուժման եղանակները հիմնականում դեղորայքային են եւ որքան ժամանակ է պահանջվում բուժման համար։ Բուժման տևողությունը անհատական է, ինչպես նաև ընտրված բուժման մեթոդը որոշվում է բժշկի կողմից եւ տվյալ պացիենտի առանձնահատկություններից ելնելով։ Առանձնահատկությունները վերաբերվում են դարձյալ թե կոնկրետ ինչ նյութի մասն է խոսքը գնում, ինչքան ժամանակահատված է գործածում, տարիքը, այլ առողջական խնդիրների առկայությունը կամ բացակայությունը եւ նշեմ, որ բուժման եղանակները ներկա պահի դրությամբ 3-ն են՝ ամբուլատոր, ստացիոնար եւ մետադոնեն փոխարինող բուժումն է իրականացվում Հայաստանի Հանրապետությունում։ Ամբուլատոր բուժման դեպքում հիմնականում ընտրվում են այն պացիենտները, ովքեր որ դեռ նոր են սկսել եւ հնարավորություն կա բուժումը կազմակերպել մասնակիորեն բուժկենտրոնում, այսինքն պացիենտը յուրաքանչյուր օր մոտենում է կենտրոն, ստանում է իր անհրաժեշտ բուժումը, դետոքս թերապիան եւ մնացած ժամերի համար դեղորայքը տրվում է արդեն ինքը տանն է ընդունում, բայց հաճախումները ամեն օր է եւ բժիշկը յուրաքանչյուր օր հսկում է, եթե կարիք կա դեղորայքի կամ դեղաչափերի փոփոխությունների, կատարվում է տեղում։ Ստացիոնար բուժման դեպքում պացիենտը 24 ժամ գտնվում է հսկողության տակ եւ վերջում արդեն անդրադառնանք փոխարինող բուժմանը։ Փոխարինող բուժումը իրականացվում է միայն ափիոնատիպ նյութերից կախվածություն ունեցող պացիենտների դեպքում, այսպես ասած, որ ավելի հասկանալի լինի, օրինակ ափիոնատիպ նյութերն են դրանք մորֆինը, հերոինը, հաճախ մենք առնչվում ենք դեպքերի, երբ որ այս վերջի շրջանում տարածված հոգեխթանիշների գործածմամբ դիմում են, օրինակ մետամֆետամին, ամֆետամին գործածող անձը գործածում է եւ դիմում է մետադոն ստանալու նպատակով, մետադոնեն փոխարինող բուժում ստանալու նպատակով, մենք բացատրում ենք, որ այդ դեպքում ցուցված չէ, այդ դեպքում բուժման տարբերակները այլ են, ամբուլատորը եւ ստացիոնարը, իսկ մետադոնեն փոխարինող բուժում նշանակում է միայն եթե կա կախվածություն տվյալ նյութերից, ափիոնի խմբի թմրամիջոցներից, որովհետեւ ժամանակային սահմանափակում մենք չունենք եւ նաեւ նշեմ, որ հիմնական բուժման կուրսի ավարտից հետո պացիենտը դարձյալ պետք է լինի բժշկի հսկողության տակ եւ շարունակի իր աշխատանքը հոգեբանի հետ։ Իսկ մետադոնային փոխարինող բուժումը շատ ավելի երկարատև է, դարձյալ չկան հստակ ժամանակահատվածի սահմանափակումներ, սակայն իր ժամանակաշրջանը միևնույնն է ավելի երկար է տևում։ Ունեցել ենք պացիենտներ, որ ամիսներ, մինչև 6 ամիս, 7 ամիս, ունեցել ենք, որ տարիներ շարունակ իրան գործածում են այդ տեղաչափերը տրված արդեն բժշկի ցուցմամբ նշանակված։ Եթե ընտանիքի անդամներից մեկը թմրանյութ է գործածել, մյուսները եւս ռիսկի խմբում են։ Այո, եւ նշեմ, որ
ներկա պահի դրությամբ եվրոպական երկրներում հենց այդ սկզբունքով էլ իրականացում է կանխարգելումը, այսինքն կանխարգելումը իրենք իրականացնում են նման ձևով, որ բաժանում են հասարակությանը որոշակի խմբերի եւ հենց ռիսկի խմբում գտնվող անձանց մեջ այն ընտանիքի անդամներն են, որտեղ որ կա թմրամիջոց գործածող անձ։ Խոսքը հիմնականում երեխաների մասն է գնում, այսինքն նման անառողջ միջավայրում երեխան եւս գտնում է ռիսկի գոտում եւ պետք է երեխայի հետ հատուկ աշխատանք տարվի, այդ թվում եւ հոգեբանների կողմից, հատուկ կրթություն ունեցող մանկավարժների կողմից, այսինքն մասնագետների խումբ է աշխատում այնտեղ, որ նման երեխաներին ինչքանով որ դա հնարավոր է զերծ պահեն թմրամիջոցի գործածումից։ Այսինքն չտեսնի մեծահասակը գործածում է, ինքը մեխանիկորեն սկսի օգտագործել։ Նաև այն հանգամանքը, որ ավելի ստրեսային իրավիճակում են գտնվում այդ երեխաները, նաև դրանով պայմանավորված։ Համաձայն պաշտոնական տվյալների վերջին 5 տարում 6.3%-ով ավելացել է թմրանյութ գործածողների թիվը, ովքեր հաշվառված են։ Կարծես թե մեծ է նաև կանանց թիվը։ Տղամարդիկ եւ կանայք նույն պատճառներով են թմրանյութ օգտագործում։ Եվ այո եւ ոչ, ավելի շատ կարող եմ նշել, որ կանանց դեպքում մի փոքր այլ է, կանանց դեպքում իրանք ավելի էմոցիոնալ ֆոնն է, այստեղ ավելի շատ երևի թե առաջնորդում, ինչպես նաև զուտ ինչ-որ միջավայրը, տվյալ իրավիճակին համապատասխանելը եւ այլն։ Եղել են դեպքեր, որ պացիենտը, կին պացիենտը, երբ որ անամնեստիկ տվյալները հավաքելիս հարցրել ենք ոնց եք սկսել եւ ինչ եղանակով, ինչ ճանապարհով, ինչը դրթեց առաջին անգամ, հիմնականում նշում են, որ ակտիվ ժամանցի վայրերում, ակումբներում, միջավայրի հետ համահունչ լինելու համար, այսպես ասած, հյուրասիրել են եւ ինքը չի հրաժարվել։ Նաեւ եղել են դեպքեր, որ նշում են, որ 1-2 անգամ ասացի ոչ, դա ինձ բացարձակ չի հետաքրքրում, ես չեմ ուզում, բայց ասում ընթացքում ես սկսեցի դա նաև հետևել եւ ինձ դարձավ հետաքրքիր, որոշեցի փորձել։ Վերջին տարիներին շատ խոսվեց մարիխուանայի ազատականացման մասին, եթե այդպիսի բան լինի, ինչ է սպասվում մեր հասարակությանը։ Բնականաբար, որպես բժիշկ կարող եմ նշել, որ միանշանակ դեմ եմ կանաբինոիդների լեգալիզացիային, քանի որ հատկապես մեր երկրում, մեր հասարակությունում դա իսկական աղետ կլինի, քանի որ բազմաթիվ հետազոտություններ կան թմրամիջոցների ազդեցությունների հետ կապված կանաբինոիդների ոլորտում։ Միջազգային հետազոտությունները փաստում են, որ կանաբինոիդների գործածումը բերում է հիշողության վատթարացմանը, ինտելեկտուալ կարողությունների նվազմանը եւ վնաս է հասցնում օրգան համակարգերին։ Նաև նշեմ, որ կա դարձյալ միջազգային վիճակագրություն եվրոպական երկրներում կատարված, որ ամեն դիմելիությունը emergency ընդունարան պայմանավորված է եղել հենց կանաբինոիդների գործածմամբ։ Նաև նշեմ, որ նախորդ տարի ես հնարավորություն եմ ունեցել մասնակցելու Ամերիկայի Միացյալ Նահանգներում կազմակերպված վերապատրաստման ծրագրին շուրջ 1 ամիս տևողությամբ եւ այնտեղ բնականաբար կան նահանգներ, որտեղ որ լեգալիզացված է եւ հնարավորություն ունեցել այդ հարցը հենց իրենց ուղղել, ուրեմն նշեցին իրենք այսպես, որ ընդ որում նշել են թե իրավապահ համակարգը, թե առողջապահական մոտեցումը իրենց, որ առաջին հերթին դա արվել այն նպատակով, որպեսզի գործածողները ովքեր որ առհասարակ կապ ունեն թմրամիջոցների հետ, ավելի հայտնվեն, այսպես ասած, իրենց ափում, ավելի տեսանելի լինեն եւ ավելի հեշտ լինի իրենց գտնելը, ասենց ասած, եւ նշում են, որ այն անձինք, ովքեր որ գործածում են կանաբիս, իրանք շատ հաճախ գործածում են նաեւ այլ տեսակի թմրամիջոցներ եւ հայտնվում են արդեն իրավապահ համակարգի տեսադաշտում։ Նշեմ նաև, որ կանաբինոիդները իրենք ստարտային, այսպես ասած, մեկնարկային թմրամիջոցներ են եւ շատ ես ունեցել եմ դեպքեր եւ առհասարակ միայն իմ պրակտիկ աշխատանքի ընթացքում չէ, դա այդպես է, նաև միջազգային հետազոտություններն են դա փաստում, որ շատ հաճախ թմրամիջոց գործածող անձինք սկսել են իրենց առաջին փորձերը եղել են հենց կանաբիսի գործածմամբ։ Դա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ նույն էյֆորիկ վիճակին հասնելու համար ժամանակի ընթացքում իրենք փորձում են այլ նյութեր, փորձում են այլ տարբերակներով վերադառնալ այն նույն էյֆորիկ վիճակին, որը որ իրենք ունեցել են սկզբնական շրջանում։ Կա միֆ, որին հավատում են թմրանյութ գործածողները։
Միֆերը իրականում մի քանիսն են, ես կասեմ, նույնիսկ ավելի շատ, դե հիմնական խնդիրը, որի հետ որ ես առնչվում եմ եւ հաճախակի լսում եմ, դա այն է, որ դա հիվանդություն չէ, դա որևիցե խնդիր իրենից չի ներկայացնում, կամքի թուլություն է կամ ուղղակի անկարողություն եւ եթե ցանկություն ունենան, ցանկացած բահի կարող են դադարեցնել։ Դա բնականաբար այդպես չէ, դա արդեն իսկ իրենց վերահսկողությունից դուրս է եւ կախվածությունը հենց նաեւ չափորոշիչներից մեկը դրա մասին է վկայում, որ եթե սկզբնական շրջանում իրենց թվում է, որ իրենք կարող են իրենք վերահսկել, որ օրը, որ ժամին գործածեն, ինչ քանակությամբ, ժամանակի ընթացքում իրենք հասկանում են, որ նման բան գոյություն չունի։ Տվյալ նյութն է իրենց վերահսկում, թելադրում, որ ժամին իրենք գործածեն տվյալ նյութը, ինչ եղանակով գործածեն եւ բնականաբար այդ գիտակցման իրենք գալիս են շատ ավելի ուշ։ Հաջորդ միֆը, որ ես հաճախ դարձյալ առնչվում եմ, դա արդեն որ եթե ներշնչում են կամ ծխելու եղանակով են օգտագործում, դա վտանգավոր չէ, ավելի վտանգավոր է ներերակային եղանակով գործածելը եւ թմրամիջոց գործածող անձը համարվում է այն մարդը, ով որ գործածում է ներերակային եղանակով։ Նման բան դարձյալ գոյություն չունի, թմրամիջոցը եթե մուտք է գործում օրգանիզմ, էական նշանակություն չկա, թե ինչ եղանակով է դա եղել։ Իհարկե ներերակային եղանակով թմրամիջոցների գործածումը բավականին վտանգավոր է նաև ինֆեկցիոն հիվանդությունների տարածման պայմանավորված, դրանք են օրինակ հեպատիտ B-ն, C-ն, միավը եւ մենք շատ հաճախ առնչվում ենք դեպքերի, երբ որ արդեն մոտենում են եւ համակցված ունեն եւ հեպատիտ C, եւ միավ, եւ ընդհանուր իրենց առողջական վիճակը գտնում է ծայրահեղ ծանր վիճակում եւ մենք փորձում ենք կարգավորել այստեղ թիմային աշխատանք տանել բժիշկներով, որպեսզի կարողանանք կարգավորել ընդհանուր առողջական վիճակը եւ բերել կայուն ստատիկ վիճակի տվյալ պացիենտի մոտ։ Եվ վերջում ձեր հորդորը խորհուրդը նրանց, ովքեր մտածել են երբևէ թմրանյութ օգտագործելու մասին։ Խորհուրդ եմ տալիս առհասարակ զերծ մնալ որևիցե հոգեներգործություն նյութերի գործածումից, քանի որ հենց առաջին գործածումը կարող է բերել կախվածության համախտանիշի զարգացմանը, եղեք առողջ։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Մենք զրուցում էինք բժիշկ նարկոլոգ, կախվածություններ եւ հանրային առողջություն հասարակական կազմակերպության նախագահ Աննա Ասատրյանի հետ։